Եղրևանին բազմամյա բույս է, պատկանում է ձիթածկիների ընտանիքին։ Ծաղիկները բուրավետ են, մանր, խողովակաձև, որոնք հավաքված են ողկույզաձև ծաղկաբույլերում։ Ծաղիկները լինում են սպիտակ, բաց և մուգ մանուշակագույն, կարմրավուն։ Կապտականաչավուն տերևները մինչև ուշաշուն պահպանում են իրենց գույնը։ Եղրևանին լինում է վայրի կամ դեկորատիվ։ Հայերեն անվանումներն են եղրևանի, շեփորուկ, յասաման։ Պատկանում են ձիթենազգիների ընտանիքին։ Եղրևանի բույս, որի ծաղկաշրջանը պարգևում է գեղեցկություն, բուրմունք, հոգին լցնում ջերմությամբ։ Մի հետաքրքիր առանձնահատկություն ունի եղրևանին։ Պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին և ողջ ձմռան ընթացքում մնում թփի վրա։ Հնարավոր է դա է հիմք ծառայել բույսի ավելի հաճախ հնչող յասաման անվանմանը։ Եղրևանին հարուստ է ծաղկահյութով։ Հայկական դեղին մեղուն կարողանում է հասնել դրան իր երկար կնճիթով։ Հակառակ դեպքում անցք է բացում և քաշում քաղցր հյութը։ Եղրևանու ծաղիկների մանուշակագույն գուներանգներն ունեն նյարդային համակարգը հանգստացնող հատկություն, հատկապես ընկնավորության դեպքում։ Սովորական յասամանը հանդիպում է Արևելյան Եվրոպայում բնության մեջ։ Այս տեսակից են մշակվել պերսիկու, սպարսկական և չինական տարատեսակները։ Եղրևանու դեկորատիվ տարատեսակները բազմաթիվ են, մոտ 350։ Եղրևանու ծաղիկները պարունակում են ֆենոլ և եթերային յուղ, որն օգտագործվում է օծանելիքի արտադրության մեջ։ Տերևների 100 գրամը պարունակում է 200 մգ. ասկորբինաթթու։ Ծաղիկները, բողբոջը, տերևը և կեղևը պարունակում են գլյուկոզիդ, սիրինգին։ Սիրինգինն ունի հակաբորբոքային, ցավազրկող հատկություն։ Տերևների պարզագույն թուրմն օգնում է մալարիայի տենդի ժամանակ, իսկ ծաղիկներինը՝ ընկնավորության և երիկամային քարերի դեպքում։ Եղրևանին կիրառվում է միայն ժողովրդական բժշկության մեջ, որպես ախորժակը լավացնող միջոց։ Օգնում է երիկամների քարերի, այտուցների, բրոնխիտի, նևրալգիայի, գրիպի և դեմքի դիմակներ պատրաստելու դեպքում։